Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի ռազմական փորձագետ, Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, տարածաշրջանը եռում է, ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում, ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ եւ ինչ զարգացումներ կարելի է սպասել։ Նախ Հայաստանը առանց չի, որի շուրջ ինչ-որ բան տեղի ունենա, հա։ Մենք մեզ խիստ շարժևոր ենք։ Ինչ տեղի ունենում կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված եւ հիմա արդեն իր շուրջ։ Ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին միջազգային իրավունք կոչվածը ծալը դրել են մի կողմ, կոնգրեսի իրավասություններն ու որոշումները ծալը դրել են մի կողմ, որտեղ առանց կոնգրեսի ԱՄՆ իրավունք չուներ ռազմական գործողություններ սկսել են Իրանի դեմ գործողություն, որն է այդ գործողության նպատակը։ Առաջին փուլում իշխանափոխություն, ինչ ասել է իշխանափոխություն, ոչ թե մի այաթոլլային մյուսի փոխարինել, այլ այաթոլլաների կառավարման ինստիտուտը փոխարինել աշխարհիկ իշխանություն։ Այդ ինստիտուտը այլևս հոգի Իրան չպետք է լինի կրոնապետություն, խնդիրը սա է։ Ինչի, որովհետև իշխանափոխությունից հետո ումը որ նշանակում են, այդ անձը բնականաբար կատարելու է Միացյալ Նահանգների հանձնարարականները, այնպես ինչպես շահերը, եւ առաջին քայլը որ լինելու է ԱՄՆ-ի համար, Չինաստանին ոչ մի նավթ, որովհետև բուն նպատակը սկզբունքորեն առաջին ստրատեգիական նպատակը ԱՄՆ-ի Չինաստանին զրկել իր հոսանքի արտադրության 80% տվող նավթի աղբյուրներից։ Մեկը Վենեսուելան էր, զրկվեց, մյուսը Իրանն է, դե Ռուսաստանին դժվար, բայց եթե այնուամենայնիվ տեսականորեն նայենք, որին ես ոչ թե հակված եմ, գնահատում եմ դա չի լինի, տեսականորեն նայենք, եթե անգամ ստացվեց, դա արդեն Չինաստանի տնտեսության լուրջ հարված է։ Ստրատեգիական առումով ԱՄՆ դա է որոշում։ Մարտավարական առումով ԱՄՆ-ի խնդիրը դեր կանգնել նավթի պաշարներին, Իրանի գազի աշխարհի 17% պաշարը Իրանում է, այդ պաշարներին, կոմունիկացիաներին եւ դրանով տարածաշրջանում ունենալ բացարձակ առավելություն։ Իսկապես ով Իրանի տերն է, ինքը տարածաշրջանում սկզբունքորեն որոշիչ դերակատարում ունի։ Այդ թվում նաեւ կոմունիկացիաներ։ Սա մարտավարական առումով։ Հիմա ինչ խնդիր է լուծում Իսրայելը։ ԱՄՆ-ի դաշնակից է այս գործում։ Ռազմավարական առումով Իրան պետության մասնատու, այսինքն Իրան պետության չգոյություն, փոքր տարբեր ազգային էթնիկ խմբերի վրա պետությունների ստեղծում, որոնք անդադ իրար հետ պատերազմ են, կոնկրետ Սիրիայի օրինակով։ Ինչու՞, որտեվ Իսրայելում գտնվում են իշխանության ղեկին մարդիկ, որոնք մեծ Իսրայել պետության ստեղծման հետևորդներ են։ Եվ դա հասնում է մինչև Եփրատ Տիգրիս։ Այդ առումով պետք է բոլոր պետական կազմավորումներ, այդ ու նաև Թուրքիանի դեպ, ոչ միայն Իրանը, Թուրքիան, դրանք բոլոր պետք է Իրաքը դե սկզբունքորեն կենտրոնաձիգ իշխանություն չկա Իրաքում, Սիրիայում չկա, ստացվեց, Լիբանանում չկա, այսպես ասենք, եթե բարձրանանք դեպի հյուսիս, այնտեղ Թուրքիան է խնդրահարույց, որը եւս պիտի մասնատվի, եկել Իրանը։ Այսինքն ռազմավարական առումով Իսրայելի խնդիրը սա է։ Մարտավարական առումով այո, իշխանափոխություն եւ կառավարելի իշխանություն։ ԱՄՆ-ի կողմից այդ թվում բնականաբար Իսրայելի հատուկ ծառայությունները կաշխատեն եւ կանեն ամեն ինչ, որ նաեւ իրենց կողմից որոշակի առումով կառավարությունն ունա Իրան նոր իշխանությունները։ Սա իրենց ցանկությունները, ես երկու պետությունների ցանկություններն եմ ասում։ Երկու փորձ արվել է այաթոլլաների ինստիտուտը փոխել հեղաշրջումով անցյալ տարի հունիս եւ անցյալ տարվա դեկտեմբեր, այս տարվա հունվար ամիսներին։ Տարբեր գործիքակազմով երկուսն էլ ձախողվել է։ Հիմա երրորդ գործիքակազմն է, այն է ոչ միայն գլխատել Իրանի հոգևոր եւ ռազմական ղեկավարների, իսկ որոշակի հաջողություն այդ առումով ունեն, այլև զինական առումով թուլացնել Իրանի ռազմական պոտենցիալը, ռմբակոծումներով եւ ֆորտիրակոծումներով զոհերի մեծ քանակը Իրանում ժողովրդի մոտ դժգոհություն պետք է առաջացնի,
Եվ դրանից հետո, ինչպես ասում են, իշխանափոխություն դիմտե ավարտական փուլ։ Այսինքն ժողովրդի իշխանությունից հետ կանգնի։ Հիմա այս պահին այդ ծրագիրը ձախողվել է։ Այնքանով, որքանով ժողովուրդը հետ չի կանգնել, ժողովրդի իշխանությունների հետ է, բարձրացվել է մսկիթի վրա կարմիր դրոշը, վրեժի կամ հատուցման դրոշը եւ հայտարարվել է սրբազան պատերազմ ջիհադ շիա մահմեդական աշխարհում։ Իհարկե, այս փուլի առաջին քայլը հաջողել են, երբ որ սպանեցին գերագույն հոգևոր առաջնորդին եւ բարձրաշան զինվորականին, սա հաջողել են։ Բայց նպատակը դա չէ, դա միջոց էր։ Հիմա փաստացի կա ժողովուրդ, իշխանություն, միասնություն եւ կա մոտիվացիա կռվել։ Հետաբար ներսից պայթեցնելը այս պահին անհնար է եւ իրենք անցել են պլան B-ին։ Հոգևոր առաջնորդի սպանությունից հետո, երբ որ կընտրվի նոր հոգևոր առաջնորդ, ձեր դիտարկմամբ հնարավոր է, որ Իրանում ամեն դեպքում իրենց քաղաքական գծում որոշակի փոփոխություններ իրականացվեն, ինչ որ առումով Այաթոլլաների ինստիտուտը աշխարհիկների հետ փորձի կիսել երկրի ղեկավարումը եւ նաեւ տպավորություն է, որ հիմա երկու կողմերն էլ վաբանկ են գնում, այս դեպքում ով պետք է հետ քայլ կանի, թե կռվելու են մինչեւ վերջ, մինչեւ կողմից մեկը լրիվ ոչինչ անա։ Փոփոխություն այո կարող է լինել, բայց ոչ թե իշխանությունը կիսելու, այլ իշխանությունը ավելի կենտրոնացիկ լինելու։ Այսինքն արմատական տրամադրությունները Իրանում հիմա գլուխ են բարձրացնում։ Ոչ թե իշխանությունը բաժանել, ասենք, նախագահ Փեզեշքյանի եւ հոգեվոր առաջնորդի, այլ հոգեվոր առաջնորդի տրվի ավելի մեծ լծակներ երկրում պատերազմական իրավիճակում առավել արդյունավետ կառավարում իրականացնելու համար։ Սա իսկապես այդպես է լինելու է։ Ես չեմ բացառում, որ բոլոր այն հրամանատարները, որոնք որ ընտրվել են, հոգևոր առաջնորդը տարբեր խոսակցություններ կան, բայց փաստացի պաշտոնական հայտարարություն չկա, ով է, կարող է դրա մասին ընդհանրապես չասվի, ով է, չթիրախավորելու համար։ Եվ ըստ այդմ հիմա Իսրայելը եւ Միացյալ Նահանգները տեսնելով, որ պլան A-ն ծախողվել է, հիմա անցնում են պլան B-ին։ Պլան B-ն դա երկրում որոշակի տոկոս կազմող ազգային փոքրամասնությունների, թեև Իրանում ազգային փոքրամասնություն որպես այդպեսին չկա, այնտեղ կրոնական փոքրամասնություն է, բայց ինչև է, կա որոշակի էթնիկ խմբեր, որոնք ազգություն են ներկայացնում, նույնիսկ որոշակի ավտոնոմիա ունեն, օրինակ ազերիներ ունեն, հայտարարում։ Իրենց մոտ անջատողական տրամադրությունները գեներացնելն է, կենտրոնացիկ իշխանություններից այդ տարածքները իրենց կենտրոններով պոկելու համար։ Երեք դրա առաջին շեփորը հնչեց քրդերը Իրաքի, քրդերը 4 պետությունների տարածքում են, հարևան են 4 պետությունների տարածքում, այդ թվում նաև Իրաք եւ Իրան։ Հիմա փորձում են կուլ գնալ ամերիկյան իմպերիալիզմին եւ հրեական սիոնիզմին քրդերը։ Ես կարծում եմ Սիրիայում այն ինչ իրենց գլխին բերեցին դա դաշ չեղավ, հիմա այստեղ զոհասեղանին փաստորեն Էրդողանի բիզնես պարտներ Բարզանի ենթակայությամբ զորքն է մտնելու գործի մեջ Իրաքի քրդերը, իսկ ղեկավարը Բարզանին է, որը երկարուձիգ տարիներ Իրաքի ամենանավթառատ շրջանների Մոսուլի, Կիրկուկի նավթը ուղղակի առանց պետական բյուջեի վաճառքից առաջացած հարկերը տալու Թուրքիայի հետ ուղղակի առևտրի մեջ է։ Հիմա ես կարծում եմ, որ իրենք փորձելու են գեներացնել տրամադրություններ Իրանի քրդերի շրջանում, անջատողական տրամադրություններ։ Սա նշանակում է, որ միայն քրդերը չեն լինելու, առնվազն եւս երկու ազգություն կա, որոնց մոտ կարող են գեներացնել։ Ես կարծում եմ սկզբունքորեն պատրաստ են բելուժները, որոնք Պակիստանի երկու կողմում կան, եւ անպատրաստ են ազերիները։ Մեզ մոտ կա թյուր ըմբռնում, որ Իրանի ազերիները դրանք խիստ անջատողական տրամադրություններով ժողովուրդ է, որը պատրաստ է փոխվել եւ միանալ Ադրբեջանին։ Ես կարծում եմ, ըստ կարծիքը վականին թյուր է, լրիվ հակառակ։ Այդ ժողովուրդը այո ցանկանում է միանալ Ադրբեջանում ապրող իրենց հավատակից եւ արունակից եղբայրներին, եթե այդպեսին կան, արունակից,
բայց կենտրոնը Բաքուն չլինի, կամ Թավրիզը, կամ Սպահանը, այնպես որ այդ ազերիները հիշում են, որ 200 տարի առաջ այդ տարածքը դա պարսկական կայսրության մաս է եղել, ինչ Բաքու կենտրոն, եւ չմոռանանք, որ գոնե մինչև Գերագույն հոգևոր առաջնորդի զոհվելը Իրանի երկու ղեկավարները, հոգևոր առաջնորդը եւ նախագահը, իրենք ազերի էին, ուղղակի Փեզեշկյանը կեսով էր ազերի, կեսով քուրդ է, իսկ Այաթոլլա Խամենեին երկկողմանի ազերի է։ Ազերիները շատ ավելի արմատական են տրամադրած Իրան պետության պահպանության համար։ Մեզ մոտ լրիվ հակառակ ըմբռնումը կա, չէ՞, որ գիտեք, հենց Ադրբեջանը ինչ որ գործողություն արեց, այնտեղ եղբայրաբար ուրեմն ասելու են ըստի համեցիկ։ Չէ, ըստի համեցիկ իրանք են գալու Բաքուն գրավելու մեծ ակնկալիքով։ Պարոն Նահապետյան, ստացվում է, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի պլան B-ն էլ չի աշխատելու այս բարակայում։ Եկեք այսպես նայենք, Իրանը ուրիշ ինչ խաղաքարտեր ունի։ Հիմա ԱՄՆ-ը Իսրայելը ձգտում են առավելագույն զինական առումով վնաս տալ Իրանին։ Հարվածներ նավերին, սուզանավերին, հրթիռների արձակման կայանքներին, կառավարման կետերին եւ այլն։ Բայց Իրանը ունի եւս լուրջ լծակներ, ընդ որում ԱՄՆ-ը փորձում է նաեւ ծոցի երկրներին ներգրավել, արաբական աշխարհին ներքաշել Իրանի դեմ պատերազմի։ Բայց Իրանը ունի այդ երկրների հետ ուղղակի հաղթաթուղթ։ Առանց պատերազմի ուղղակի հաղթաթուղթ, գիտեք որն է։ Ուրեմն այդ երկրները չունեն քաղցրահամ ջրեր։ Բոլորը աղի ջուրը, ծովի ջուրը ֆիլտրում են, չէ՞։ Մոտ 60% այդպես է։ Այդ հորեր են հսկայական, որոնք որ խմելու ջուր են, հա, ստեղծում։ Իրան կարող է հարվածել ընդհանրապես այդ մշակման կետերին։ Այդ ժողովուրդը խմել բան չունենա։ Պլյուս ծոցի երկրները սնունդի սեփական արտադրություն չունեն, 80%-ը ներկրում են։ Իսկ այդ ներկրված սնունդը որտեղով է գալիս, Օրմուզի նեղուցով, որը դե պարգելափակված է, որը Իրանի նավերի եւ հրթիռների հսկողության ներքո է, չէ՞։ Հիմա պատկերացրեք, այդ սնունդ է գալիս, այդ սնունդն էլ է հրթիռակոծում եւ պայթեցնում են այդ նավերը։ Այսինքն միանգամից բոլոր այն երկրները, որտեղ ծոցի երկրները, որտեղ ԱՄՆ բազաներ ուներ, այդ երկրներին եթե որոշում կայացվեց Իրանի դեմ ինչ-որ գործողություններ, Իրանը ուղղակի շատ արագ առանց ռազմական միջամտության ուղղակի անում է այդ երկու քայլը՝ ջուրը եւ սնունդը։ Հաջորդը երրորդ վտանգը կա այդ երկրներում։ Այդ երկրների վարչակազմերը փաստորեն ԱՄՆ-ի ենթակա են։ Իսկ ժողովուրդները ոչ։ Իսկ բավարար պարզի, որ այդ երկրներում այդ պահի տակ իշխանափոխության կոչեր հնչեն վարչակազմերին տապալման, որը ես սկզբունքորեն ես չեմ բացառում։ Այսինքն այդ երկրներում առնվազն 7-8-10 պետություններում ուղղակի իշխանափոխության գործընթաց լինի, ասենք այնտեղ որտեղ նախագահական ինստիտուտ է, այնտեղ որտեղ շեյխերն են, ուղղակի ժողովուրդը ասի փաստորեն ձեզ ասում եք մուսուլման, մահամեդական, բայց դուք մեծ սատանային եք աջակցում, ինչպես Իրանի տարբեր ժամանակներում Այաթոլլա Խոմեյնի սկսած ամենամեծ սատանա էր, չէ՞ անվանում։ Այդ մեծ սատանային եք ծառայում եւ հետեւաբար դուք իշխանություն չունեք։ Այդ ժողովուրդները պոտենցիալ առումով իրանք իշխանապողություն անող ժողովուրդն են։ Այդպիսի գործընթաց Իրանը կարող է, ասենք, անել այդ հարևան երկրները, եթե նրանք անկանոն շարժումներ անեն։ Իսրայելի վրա ինչ լծակներ ունի։ Լրջագույն լծակներ։ Իսրայելը ատոմական չունի հոսանքի արտադրության։ Երկու մեծ էլեկտրակայան է։ Բալիստիկ 4 հրթիռ, եթե երկու ատոմականից կմնա տխուր հիշողություն։ Հետո Իսրայելը հետո հոսանքը որտեղից է ստանալու։ Երկրորդ, երկու մեծ քիմիական գործարան ունի։ 4-ը հարված հիպերձենային արգության հրթիռներով եւ էկոլոգիական մեծ աղետ։ Իսկ որպեսզի Իսրայել պետությունը ընդհանրապես չունի, անապատում ունեն միջուկային ռեակտոր, որը ստատիկ է, շարժական չի, չէ՞։ Մի քանի հրթիռներով հարված այդ ռեակտորին, սա այն դեպքում, եթե Իրանի դեմ Իսրայելը օգտագործի միջուկային տակտիկական զենք, որը չեմ բացառում, որ տեսնի ինքը իսկապես բարդվում է, այդ ժամանակ Իրանը ունի համարժեք պատասխան։ Քամու ճիշտ հաշվարկի ուղղության դեպքում հարվածում է
Այդ միջուկային ռեակտորի եւ միջուկային զենքի պահոստները, որոնք ստատիկ են, ֆիքսված են։ Ու այդ ժամանակ Իսրայել պետությունը ընդհանրապես դադարում է գոյություն ունենալ, որտեղ ինքը տարածքը շատ փոքր է եւ ռադիացիոն ֆոնը ուղղակի այդտեղ ամեն ինչ ոչնչացնում է։ Չեռնոբիլ 2։ Հիմա այս բոլորը հաշվում են։ Հիմա գանք Ամերիկայի խոցելի տեղերը, հա, նայենք։ Պատկերացրեք զոհերի թիվը, բանակի, զինված ուժերի եւ այլն, եթե մեծանում է։ Հիմա հակա իսրայելական տրամադրությունները գեներացվում են ամբողջ աշխարհում։ Եվ շատ բնական է։ Կարող է, այսպես ասենք, կողքից շահագրգիռ միավորներ լինեն, ես առանց միավորների անուններ տալու եւ պետությունների, բայց բնական մարդկանց զայրույթը, անվազումը առաջացնում է։ Առաջին երկրորդ օրը հարվածում ես Իրանին, հարվածում ես երեխաների դպրոցին։ Երբ որ այդ բոլոր հրթիռները կառավարվում են տիեզերքից։ Այսինքն դու կանխամտածված ես հարվածում։ Այսինքն ծիսակարգ ես անում։ Դու երեխա ես զոհաբերում, ընդ որում աղջիկ երեխաներ։ Այստեղ Թալմուդ ու Թորան իրենց դերումն են, էլի։ Ես հիմա չեմ ուզում խորանալ, բայց այստեղ վստահաբար կա զոհաբերություններ։ Եվ Միացյալ Նահանգներում հակաիսրայելական տրամադրությունները բարձրանան, վստահաբար դեմոկրատները դա օգտագործելու են։ Իմպիչմենտի գործընթաց։ Նոյեմբեր այդքան էլ հեռու չի։ Իսկ մինչև նոյեմբեր իսկապես կարող է վիճակը այնպիսին լինի, որ ԱՄՆ-ի նախագահի ոչ հիմնավոր փաստարկները այդ գործողությունները սկսելու, երբ որ ասում էր երկու անգամ Իրան իմ դեմ մահափորձ է կազմակերպել, ստում էր, չէ՞։ Այդ մարդուն ես չգիտեմ, մի խորհրդական չկա ասի, որ սուտ խոսելուց աշխատում է ձախ կիսագունդը։ Ձախ կիսագունդը թելադրում է մարդու ձեռքի, դեմքի եւ աչքերի որոշակի շարժումներ, ոչ բնական, որտեղ հուշում են, որ մարդը ստում է։ Երբ որ այդ մարդը ստում է, միանգամից աշխատում է ձախ կիսագունդը եւ ինքը չի փորձում անել այնպես, որ չերևա, որ սուտ է ասում։ Հայացքը ներքև, ձեռքերը սովորաբար փակում են, հայացքը փախցնում է, աչքերի արտահայտությունը միշտ ներքև է, սուտ խոսելուց էլ, այսինքն բազմաթիվ հայտանիշներ կա, իսկ սա նորություն չի, հեծանիվ չի։ Ասենք այդպես կարող ես նայել, մեր մոտ մի եւս մեծ ստախոս կա, նայել, որ սուտը խոսում է, ինքը անընդհատ այդ հայտանիշները ձախ կիսագունդը իրեն թելադրում է։ Ինքն էլ դրա դեմ կռիվ չի տալիս, որտեղ չեն սովորում։ Իդեպ նման գիտելիքները տրվում են հետախույզներին, որոնք վարժ են, անգամ սուտ խոսելուց չես կարող բացահայտել ինքը սուտ է խոսում, թե չէ, հա։ Հիմա երբ Տրամպը ակնհայտ ստում է, որ իր դեմ մահափորձ, հետո ասում է, եթե մենք չհարձակվենք, Իրանն էլ հարձակվելու։ Իդեպ մի այսպիսի ես գնահատական ունեմ, թե ինչպես եղավ, որ Գերագույն հոգևոր առաջնորդը եւ զինվորական բարձրաստիճան հրամկազմը միասին եղան։ Սովորաբար հասկանալի էր, որ ԱՄՆ-ը ինչ որ ձևով պատրաստվում է, չէ, հարվածելու, եւ յուրաքանչյուր ուներ իրենց տեղակայման վայրերը, շարժական, ընդ որում։ Ես կարծում եմ, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ը համաձայնվում է ինչ որ փաստաթուղթ ստորագրելու Իրանի ղեկավարությանը եւ ներկայացնում է երկկողմանի համաձայնություն է լինում, հետո յուրաքանչյուր ղեկավար իր քաղաքական եւ ռազմական ղեկավարների հետ այդ առաջարկները պետք է քննարկի, իսկ դա կոլեգիալ որոշում պետք է կայացվի։ Հաշվի առնել, որ 5 րոպե պակաս ինչ որ միջանկյալ փաստաթուղթ է ստորագրում, որը կանխարգելի չէ պատերազմի կամ ռազմական գործողությունների։ Բնականաբար Իրանի ղեկավարության զգոնությունը կորում է։ Իրենք արդեն վստահ են, որ ինչ-որ դրական գործընթաց կա։ Եվ զինվորական ղեկավարությունը հավաքում է Գերագույն հոգևոր առաջնորդի մոտ։ Այսինքն ԱՄՆ-ի խաղաղության ինչ-որ միջանկյալ կամ համաձայնության փաստաթուղթ ստորագրելու գործընթացի բուն նպատակը Գերագույն հոգևոր առաջնորդին եւ զինվորականներին իրար կողք նստեցնելն էր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության արտահոսք է եղել, միասին լինելու եւ այդ բանին հրթիռակոծել են։ Այսինքն նենգաբար խափելով դա համար միասին են եղել, հակառակ դեպքում ուրիշ բացատրություն չկա միասին լինելու, հա։ Հիմա Միացյալ Նահանգներում ես չեմ բացառում, որ այս գործընթացը, որտեղ ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը հասկանա, որ ծախողել է, ասենք լավ, մի Սուզանավ են խփել, ընդ որում որը Հնդկաստանի ափերի մոտ զորավարժությունների մասնակցել։
իրանական Սուզանավ։ Այնպես ներկայացրեց այդ պաշտպանության հիմա պատերազմի նախարարը Պենտագոնի, որ այդ մի Սուզանավով, որ այլևս նավատորմ չունի։ Լավ ասես եղբայր, հո դու տխմար չես։ Նախ 18 Սուզանավ ունի։ Այս Սուզանավը ոչ ամենաբարձր բնութագրիչներ ունեցող Սուզանավներ, մարտական առումով բնութագրիչներ։ Նավեր ունեն, չէ՞։ Հարյուրներով նավեր ունեն։ Այդ ո՞նց եղավ, որ էլ նավատորմ չկա։ Այսինքն ինչի համար է սուտը խոսում։ Իրենք իրենց ընկալումներով իրենց արշինով են չափում, ասում են սուտը խոսենք, պարսիկները էսի որ լսեն, կասեն ճիշտ է, կվախենան, կասեն հա ամերիկացիք հաղթում են հանձնվելու ժամանակն է։ Վաստոկ ձելը տոնկը է։ Այնպես որ այդ խելոքները, քանի դեռ իբր քարոզչություն են անում, որ Իրանը պարտվել է, ես կարծում եմ Իրանի ձեռքերը հիմա շատ երկարելու է։ Եվ պատական չէ, որ պրոքսիներից եւ Հեզբոլլա ակտիվացավ, Եմենի հուսիտները ակտիվացան, Իրաքի 400,000-ից ոստիկանությունը շիա մահմեդական, որը բանակ է, նրանք են արդեն ակտիվանալու։ Էլ չեմ ասում, որ Չինաստանը իր պարտավորությունները կատարում է, որի համար ունի արտոնություն Օրմուզի նեղուցով իր նավթը թույլ տրվում է անցնել, մյուսներինը ոչ։ ԱՄՆ-ի նախագահը ասում է, այդ նեղուցը մեր վերահսկողության ներքո է։ Բայց այսինքն սուտն էլ չափ ունի, չէ՞, վերջին հաշվով։ Դու որտեղից ես վերահսկում, ո՞նց ես վերահսկում։ Ասում է Իրանի զինամթերք հրթիռները վերջացել են։ Այդ դու ո՞նց իմացար վերջացել են։ Դեռ ինտենսիվ չեն սկսել, ասանցս։ Այսինքն ամերիկյան բազաներին եւ Իսրայելի տարածքը դեռևս Իսրայելին դեռևս Իրանը խնայում է։ Իր խնդիրը Ամերիկային ցավացնելն է իր բազաներին, հա։ Բախրեյնում գտնվում էր ամերիկյան ամենատես աչքը հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության մեծ կենտրոնը, որը ոչ միայն ծոցի երկրներ իր տեսանելիությունը բավական մեծ է, շատ ավելի մեծ, քան մենք պատկերացնում ենք։ Այդ բազաները մի քանի բազա կար, բոլորը ոչնչացված է։ Բայց Տրամպը այդ ոչ տեսնում է, ոչ լսում է։ Իհարկե ինքը գիտի հրաշալիորեն, բայց ես կարծում եմ, որ ստախոսությամբ չեն հաղթում։ Մեզ մոտ էլ մի մեծ ստախոս կա, չէ՞, հաղթում ենք, հաղթելու ենք, հետո մեկ էլ պարզվեց, չէ, եղբայր։ Թուրքերը Ստեփանակերտի Շուշի մատույցներում են։ Հիմա մոտավորապես իրենց պատերազմի նախարարը, որ նախկին իդեպ հերոստահաղորդավարել է եղել, երևի այդ էյֆորիան տարել է հերոստահաղորդավար լինելու։ Ես կարծում եմ, որ այս պարտությունը Տրամպի համար ճակատագրական է լինելու, չբացառելով կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականի պարտությունը։ Եվ վերջում պարոն Նահապետյան, փորձենք հասկանալ այս պարագայում ինչ է սպասվում Հայաստանին ու Ադրբեջանին եւ մասնավորապես TRIP-ի ուղի կոչվածին, որովհետեւ օրերս էլ Հայաստանում Իրանի դեսպաններ հայտարարել, որ անկախ ամեն ինչից Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, իսկ իրենք իրանական կողմը դեմ է TRIP-ի ուղուն։ Դե բնականաբար, եկեք այսպես նայենք, հա, 0% հավանականությամբ Իրանը մասնատվում է, 0%, բայց զուտ որպես սցենար նայենք։ Այդ դեպքում այդ Տրամպի ուղի կոչվածը ոչ թե այն է ինչ որ հիմա կա, այլ ամբողջ Իրանն է դառնում։ Որտեվ այդ ուղու իմաստը ո՞րն է։ Մեծ Թուրանի թուրքական աշխարհի ցամաքային անխոչնդոտ կապի ապահովում։ Հիմա հսկայական Իրանի տարածքը, որը ապահովել է Թուրքիա-Ադրբեջան կապը, այսինքն իմաստած զրկվում է։ Եթե 99% հավանականությամբ Միացյալ Նահանգները Իսրայելի ծախողում են, ապա այս ուղու վրա մահախոսականը կարելի է կարդալ։ Վստահաբար, որտեվ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն է փոխվելու եւ դրանից հետո Իրանի կեցվածքը շատ ավելի կոշտ է լինելու։ Իրանը հասկանում է, որ այս ուղու պատրվակով այստեղ գալու են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները, Պենտագոնի ներկայացուցիչները եւ դա ճանապարհ է լինելու, որով զենք զինամթերք կարող է տեղափոխվել եւ կտեղափոխվի, ասենք դեպի Ադրբեջան, Միջին Ասիա, դեպի Չինաստանի եւ Ղազախստանի սահմանում գտնվող Չինաստանի ժողովրդական հանրապետության տարածքում մի քանի տասնյակ միլիոն անոց ույգուրների մոտ եւ դա այս ճանապարհով դի գնա, բնականաբար Իրանը ամեն ինչ անելու է, որ այդ ուղին ուղղակի արժեզրկի։ Այդ ուղին սկզբունքորեն չկա թղթի վրա ինչ որ մի բան, հա։
Բայց այստեղ մի ուրիշ գործընթաց կարող է սկսել, որը խիստ վտանգավոր կարող է լինել մեզ համար։ Ադրբեջանին եւս ԱՄՆ պարտադրի սկսել գործողություններ Իրանի դեմ, այնպես ինչպես Իրաքի քրդերն են հիմա պարտադրում։ Իհարկե որոշակի գայթակղիչ առաջարկներով։ Եթե քրդերին առաջարկում են, որ պետություն կստեղծեն, կարծում եմ Ալիևին էլ գայթակղելու են, որ ամբողջ Հայաստանը փաթեթով տալու են քեզ։ Այս դեպքում օրինակ ինչ պետք է անի Հայաստանը կամ ինչ պետք է չանի Հայաստանը։ Այդ իրավիճակի դեմ առնելու համար համապատասխան իշխանություն է պետք, այդ իշխանություն չկա Հայաստանում, այսինքն առաջին գործը Հայաստանում կամային նոր կենտրոն պետք է ստեղծվի։ Իսկ լուծումներ կան, այո, վստահաբար եւ շատ արագ այդ լուծումները կարող են կյանքի կոչել։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը ռազմական փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։